Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է Նոյանտապանի եւ այսօր մենք հրավիրել ենք տաղավար պատմաբան, փիլիսոփա, գաղափարախոս Հրանտ Տեր Աբրամյանին։ Շնորհակալություն պարոն Տեր Աբրամյան, որ ընդունել եք մեր հրավերը։ Մենք փորձենք այսօր խոսել մի քիչ խորքային հարցերից։ Առաջին հարցս իրական Հայաստանի վերաբերյալ է։ Դուք հաճախ խոսում եք այն մասին, որ պատմական իրողությունը եւ քաղաքական իրականության մեջ հակադրություններ կան։ Կարող եք ինձ ասել, ինչպես եք պատկերացնում այն սահմանը, միջև որտեղ է պատմական ուրեմն հիշողությունը սկսում է վնասել պետականությանը։ Ես չեմ կարծում ճիշտ ասած, որ պատմական հիշողությունը, եթե ինքը իհարկե ճիշտ իմաստավորված եւ ճիշտ այսպես վերլուծված պատմական հիշողության մասին է, կարող է վնասել։ Իմ կարծիքով, իհարկե, այս բաներով, այս սահմանափակումներով, այսինքն ճշգրիտ պատմական հիշողությունը, ինքը միայն կարող է օգնել։ Այստեղ ես միշտ բարձ անալոգիա եմ անում մարդու անհատական կյանքի հետ։ Այսինքն, եթե պատկերացնենք մի բան, եւ լինում են այդպիսի կլինիկական դեպքեր, չէ՞, որ մարդը կորցնում է իր հիշողությունը կամ ամբողջությամբ կամ մասամբ։ Նման մարդը չի կարող լիարժեք կենսունակ լինել, չի կարող լիարժեք սթափ գիտակցություն ունենալ, դա պարզ, շատ պարզ բան է։ Հիմա նույնը անալոգիայով իհարկե նաև հանրության համար է, ազգի համար է, պետության համար է, որովհետև ի վերջո, երբ որ մենք ասում ենք պատմություն, մարդկանց զգալի մասը, այսինքն այդպես է ընդունված, հասկանում է դա որպես անցյալի մասին գիտություն, բայց անցյալը ինքնին, եթե փիլիսոփայորեն մոտենանք, ինքը անսահմանելի երևույթ ինչ բան է անցել, մի վայրկյան առաջն է, մի րոպե առաջն է, եւ ներկան ինքը անորսալի պահ է։ Այսինքն դա իլյուզիա է, որ անցյալի մասին է, ոչ թե անցյալի մասին է, այլ ըստ էության ինքը հենց նախ մարդու մասին է, մարդու որպես հասարակական էակ, ոչ կենսաբանական, մարդը դրսևորում է պատմության մեջ, ուրիշ դրսևորում չունի։ Կա աստվածային իրողություն եւ կա մարդկային։ Մարդկայինը պատմության մեջ է։ Եվ բացի այդ ինքը իհարկե նախ եւ առաջ քաղաքականության մասին է։ Ցանկացած մեկ իհարկե կա մշակույթի պատմություն, տնտեսության պատմություն եւ այլն, բայց երբ որ մենք ասում ենք պատմություն, ինչ ենք նախ եւ առաջ պատկերացնում պետությունների միջև հարաբերություններ, պատերազմներ, չգիտեմ, խաղաղություններ եւ այլն եւ այլն։ Սա է պատմությունը։ Այսինքն քաղաքականության կենթանի դասագիրք է, որը ի տարբերություն քաղաքագիտության կամ քաղաքական փիլիսոփայության, որոնք տեսական են, սա պրակտիկա, սա փորձն է, մարդկության փորձն է։ Այդ փորձից չօգտվել, եթե դու պրակտիկ քաղաքականություն ես ուզում բարել, անհնար եւ հակադրել, ասել գիտեք ինչ, մենք պետք է, չգիտեմ, անցյալը թողնենք եւ այլն, պատմությունը մոռանանք, նայենք դեպի ապագա, ո՞նց ես դու նայելու դեպի ապագա, եթե փորձը քո չես օգտագործում։ Այսինքն, եթե ես ընդհանրացնեմ, իրական Հայաստանի գաղափարը չպետք է ենթադրել հրաժարում ազգային իղձերից, ուրեմն հանուն անվտանգության կամ Հիմա տեսեք, այս իրական Հայաստանի հետ կապված փորձեմ էլի կարճ ձևակերպել, ես փորձել եմ նաև դա ուրիշ ֆորմատներով ավելի մանրամասն։ Կեղծ հակադրություն կա, ինչա դա ենթադրում իրական Հայաստան եւ պատմական Հայաստան, այսինքն հակադրվում է էլի իրականությունը եւ պատմությունը։ Առաջին հայացքից շատ գրավիչ է կենցաղային մտածողության համար, որ անկալում է այդ պատմությունը ինչ որ անցած գնացած բաներ են, շատ գրավիչ է, բայց եթե մենք ավելի լուրջ ենք մոտենում, փիլիսոփայորեն ենք մոտենում, սա կեղծ հակադրություն է, որտեղ ելի եմ ասում, պատմությունը միակ իրականությունն է, որի մեջ ապրում է մարդը։ Սա փիլիսոփական մոտեցում է։ Մարդը ժամանակի մեջ է ապրում, ժամանակը հենց պատմությունն է։ Եվ հիմա լավ, ես հասկանում եմ, դա մի քիչ աբստրակտ է հնչում, կարանք ավելի կոնկրետ կանք տեսնենք։ Այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, ինքը երկնքից է իջել, ինքը օդից է իջել, ոչ։ Ինքը ձևավորվել է որոշակի պատմական process-ների արդյունքում։ Ամեն ինչը, որում մենք ապրում ենք, մեծ մասը ձևավորված է նախորդ սերունդների ջանքերով։ Եվ նրանց հաջողություններով, եւ նրանց ձախողումներով։ Եթե մենք այսօր, չգիտեմ, ունենք հայկական այբուբել, դա մենք չենք ստեղծել, դա եկել է պատմությունից ժառանգվել է, մենք հիմա օգտագործում ենք։ Եթե մենք ունենք այս սահմանները, որ ունենք, որը ծրփացում են, ասում են 29000 քառակուսի կիլոմետր, մենք պետք է հասկանանք, չէ՞, դա ինչի արդյունքում է։ Դա պարտության արդյունքում է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում։ Դրանք սահմաններ են, որոնք գծվել են այնպես, որպեսզի Հայաստանում շատ դժվար լինի, եթե չասեմ, չկարողանա ռեալ կենսունակ անկախ պետություն լինի, որտեղ ոչ միայն դրանց այնա որ փոքրա տարածք, այլև կոնֆիգուրացիան սահմաններ, օրինակ հարավային հատվածի
պաշտպանության տեսակետից սարսափելի մեծ ջանքեր Դրան են ռեզերվացիա են ենթադրում։ անվանում։ Իհարկե, այսինքն, երբ որ մենք օրինակ Արցախը դեռ ունեինք մեր վերահսկողության տակ, դա որոշ չափով այդ հարցը լուծել էր, որոշ չափով Սյունիքի Վարժզորի այդ պաշտպանության խնդիրը լուծվել է։ Հիմա մենք նորից կանգնել ենք այդ խնդրի առաջ, անտեսել դա, մտածել, որ դա անտեսելի ֆակտոր է, մենք կարող ենք դա մոռանալ, իհարկե չէ։ Այդ հակադրությունը ծերից ծեր կեղծ է, որովհետև մենք շարունակում ենք ապրել պատմության մեջ, լավ կանցնի եւս 30 տարի։ Մեր տարիներն էլ կդառնան պատմություն։ Հիմա ամեն մի սերունդ, ամեն մի վայրկյան, ամեն մի նոր մարդ կարող է ասել, որ իրականը նա է ինչ որ հիմա կա, ոչ իրականությունը անդադ շարունակում։ Եվ մի բան էլ ավելացնեմ զուտ, որտեղ այդ կոնցեպցիան իրենք փոխառել են այդ ձևակերպումը իրականացնել Վանո Սիրադեղյանի հոդվածներից մեկից։ Եվ կոնտեքստից կտրել են, այնտեղ կա պոլեմիկ կոնտեքստ է, եւ միգուցե այդ թվերին նույնիսկ ինչ որտեղ դա այսպես ուներ իր օգտակար կողմը, որտեղ սենց ավելի երազային բանին էր ուղված, բայց հիմա իրանք կոնտեքստից կտրել են եւ ես որոշ չափով նաեւ այստեղ խնդիր ունեմ, որովհետեւ Վանո Սիրադեղյանը շատ բաներ կարող էր գրածելներ, մի մասը ճիշտ, մի մասը սխալ, բայց եթե իրենք նայեն այդ մարդու կենսագրությունը, այդ մարդը ոնց է դարել են ինչ որ դարել է, պայքարելով մի բանի համար, չէ, Արցախյան շարժման փա ինքը դարել եւ բոլորն են դարել։ Մի բանի համար, որը իրանց այս պահի ձևակերպամբ իրական չի, այսինքն երազանքի, եթե դա չլիներ, եթե այդ չակերտավոր ոչ իրական Հայաստանը, որի համար իրենք պայքարեցին եւ դարան նաեւ դիրք զբաղացրեցին, ճանաչում ստացան, եթե չլիներ, ով էր հիմա ճանաչելու եւ կարդալու Վանո Սիրադեղյանին, այսինքն եւ մի բան էլ ոնց են իրենք օրինակ սահմանում հիմա Արցախը իրական Հայաստանը, թե իրական չի, իրական Հայաստանը մարդիկ էին, չէ՞ ապրում, այդտեղ հայեր էին ապրում, իրենց հայրենիքն էր, ոնց դա իրական չէր։ Ես ուզում եի առանձին հարցեր տալ ձեզ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի եւ ձեր պատկերացումների մեջ, որովհետեւ ըստ իս Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե բառացի կրկնում է ձեր թեզերը։ Հիմա բարձրաց, որ այդ թեզերը Վանո Սիրադեղյանի թեզերն են։ Իրական Հայաստանի մասը այո, Վանոյի։ Եվ արդյոք այս քաղաքական կուրսի, որը հիմա մեր իշխանությունները տանում են, գաղափարական հայերը դուք ձեզ համարում եք ձեզ։ Չէ, իհարկե ոչ, որովհետև իմ գաղափարական այս պահին հենց գաղափարականն է նախ իմ հակադրությունը իրանց հետ, ես չեմ նայում չգիտեմ տնտեսական քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը, դա մի կողմ թողնենք։ Իմ համար նախ եւ առաջ այդտեղ լուրջ գաղափարական խնդիր կա, որովհետև տեսեք մի քանի մակարդակով ընդվորում էլի այդ խնդիրը կա։ Եվ առաջին հերթին հենց այդ կեղծ իրական, որովհետև այդ իրական Հայաստան գաղափարախոսության մեջ էլի կետեր կան, որոնք էլի բացարձակ եւ փիլիսոփայորեն եւ գործնականորեն կեղծ են։ Օրինակ, երբ որ ասում է մեր լեգիտիմությունը, մեր անվտանգությունը, մեր լեգիտիմությունը, դա աբսուրդ ձևակերպում այն չի, որտեղից ընդհանրապես էլի մենք հարցի խորքին եթե նայենք, գալիս անվտանգության հարցը ազգերի համար, հենց այնտեղից, որ զուտ լեգիտիմ սահմաններ, միջազգային իրավակարգ ինքնին չի կարող պաշտպանել։ Ինչի են բոլոր ազգերը, պետությունները պահում զինված ուժեր, որտեղ եթե զուտ իրավակարգը, լեգիտիմ սահմանները ապահովեին անվտանգություն, ոչ ոք չէր պահի զինված ուժեր, այսինքն անվտանգության խնդիրը, վտանգը հենց միջազգային հարաբերություններում գալիս է հենց այդտեղից, որ լեգիտիմությունը դա չի ապահովում։ Հիմա մեզ եկել են եւ ասենց լուրջ դեմքով ասում են մեր անվտանգությունը, մեր լեգիտիմությունը ավելին, հələ մի կողմ թողնեք տեսական կողմը հարցի, բայց գործնականը այսօրվա հենց աշխարհում, այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք աշխարհի կարգի այս ճգնաժամի մեջ, երբ որ մենք տեսնում ենք որ լեգիտիմ սահմանները խախտվում են բոլորի կողմից, Ռուսաստանը մտնում է Ուկրաինա, Թուրքիան մտնում է Սիրիա, то չգիտեմ Լիբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգները սա ասում է Գրենլանդիան տուր ինձ, մտնում է Վենեսուելա, ճիշտ է ամերիկացի նոր չեն նման բաներում, բայց Գրենլանդիայի պահանջը բավականին այդպես նոր որակ է։ Հասկանում հիմա ոնց այդ Գրենլանդիայի անվտանգությունը լեգիտիմ սահմանները չեն ապահովում, Ուկրաինայինը չեն ապահովում, Սիրիայինը չեն ապահովում, հենց առանձին ոնց որ կոմունիստների վաղտ ասում էին, ոնց էին построить коммунизм в одной отдельно взятой стране։ Հիմա մենք որոշել ենք առանձին վերցված փոքրիկ Հայաստանում կառուցել աշխարհակարգին, աշխարհի միտումներին մի հատ լրիվ հակառակ բան։ Իհարկե ես շատ լուրջ գաղափարական հակադրություն ունեմ այստեղ։ Այդ գաղափարական հակադրության մի մասն ես կարծում եմ նրանում է, որ
տպավորություն է ստեղծվում, որ իրական Հայաստանը ուզում է սահմանափակվել միայն այսօրվա սահմաններով։ Իհարկե, Համայն դեպս սրբացրել են այդ սահմանները։ Տեսեք, դուք ինքներդ առանձնապես լավ վերաբերմունք չունեք Վիլսոնյան Հայաստանի եւ Սևերի մասին, այդպես է թե ոչ։ Եվ դա դուք անվանել եք թղթեշերեփ։ Այո, որտեվ ժամանակին տեսեք, ինչ է խնդիրը ես ոնց ինչն է Ես հարցը ձևակերպեմ, եթե կարելի է վերջնական մի քանի հարցեր կան այստեղ։ Հայ ժողովուրդը իրավունքներ ունի, դուք այդ իրավունքները ընդունում եք թե ոչ, եւ այդ իրավունքները արդյոք սահմանափակում եք մեր պետության այս պահի սահմաններով։ Այսինքն ես ասում եմ Արցախ օրինակ, այդ իրավունքներից դուրս է մնում, թե մտնում է մեջը եւ այլն։ Եվ ինչ անել հսկայական մշակութային պատմական այն ժառանգության հետ, որը մնացել է սահմաններից դուրս։ Դրա մասին մոռանում ենք, թե այնուամենայնիվ փորձում ենք դա ինչ որ ձևով պահպանել, վերականգնել եւ այլն։ Հիմա մոտավորապես 3-4 հարց հաստատ ենթահարցը ես փորձեմ էլի հնարավորինս կարճ։ Տեսեք, Սևրի մասով շատ արագ ասեմ, երբ որ ես ասում եմ Սևրը թղթեշերեփ, դա ոչ թե ինքնին ի սկզբանե եղել է, որովհետև այո, եթե մենք հիմա պատկերացնենք ինչ է եղել, աշխարհի ամենահզոր պետությունները, հաղթող պետությունները, ամենաբարձր միջազգային ուրեմն բանով տվել են հայ ժողովրդին այդ հնարավորությունները եւ այդ սահմանները իրավական առումով տվել են։ Եվ ավելին Թուրքիայի պաշտոնական կառավարությունը, որովհետև այն ժամանակ Քեմալը ապստամբ էր Ստամբուլում նստած էր սուլթանը, նրանք նույնպես ստորագրել են, չնայած չի ռատիֆիկացել հետո պարլամենտը Թուրքիայի, բայց խնդիրը ինչն էր, որ այդ ժամանակվա հայ ղեկավարությունը, ես լավ չասեմ, չի գիտակցել, մինչև վերջ չի գիտակցել, որ այո, հնարավորություն տրված է, բայց դա պետք է վերցնել ուժով, որովհետև այդպես էլ պարզ ասվել է, ես այդ նյութերը օրինակ կարդացել եմ, ասենք, երբ որ Ավետիս Ահարոնյանը այնտեղ ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության, երբ որ իրենք խոսում են Անգլիայի ներկայացուցչի հետ, դեռ 19 թիվն է Սևրը չի ստորագրել, բայց արդեն ճշտում է։ Նա հարցնում է, ասում է, եթե մենք տալիս ենք այս սահմանները, Հայաստանի Հանրապետությունը կարողանում է դա ապահովել։ Այսինքն դուք մեկ չեք կարծեմ կարծիքները տարբեր են, չէ՞ մեր պատվիրակությունների։ Հա, նաև Նուբարփաշի։ Ասում եք կարողանում եք դուք ձեր զինված ուժով ապահովել սրա վերահսկողությունը։ Ինքը ասում է, հա, այո, մենք ունենք 40,000 բանակ, մենք չունենք զենք, լավ, չունենք հանդերձանք, չունենք այդ բանը, ոնց որ մատակարարումը։ Ասում է, դա մենք կտանք եւ իրոք տվեցին։ Տվեցին, ի վերջո այդ մի խոստումը կատարել, այսինքն զենքը եկավ, անգլիական 20 թվականի ճիշտ է մայիսից հետո ուշացման, բայց եկավ, հանդերձանք եկավ, այսինքն ինչ պետք է արվել, այդ թուղթը տրվել է, որպեսզի դու իրականացնես։ Հիմա ցավոք սրտի, այն ժամանակվա մեր ղեկավարությունը նույնպես, ինչպես եւ 2020 թվականին տեղի ունեցավ, չկարողացավ այդ պայքարը մինչև վերջ տանել։ Հազար ու մի արդարացում մինչև հիմա նրա մասին է, որ ինչու մենք չենք կարող 20 թվին հայ-թուրքական պատերազմը հաղթել, ես ասում եմ կարող էինք հաղթել, որովհետև այդ բոլոր միֆերը, այդ Օսմանյան կայսրության բանակը չէր, այդ բավականին համեմատաբար փոքրականակ բանակ էր, դա ապստամբ զորք էր, Հայաստանը ուներ նույնպես բավական քանակ, հիմա շատ չխորանում, որտեվ 100 տարի ոչ մեկ չի ասում ինչպես մենք պետք է հաղթենք, բոլորը ասում են ինչու մենք պարտվեցինք 1920 թվին կարծում։ Եվ նույնը հիմա են ասում։ Հա, երբ որ պարտվեցինք, դա դարավ թղթի կտոր, որովհետև այդպես են կա իրավակարգ, բայց իրավականը ուժով պետք է ապահովի։ Եվ գալով Արցախին ամեն դեպքում Տեսեք, նախ Արցախի հարցը ստեղ առանձին մի հատ բան է, ստեղ մենակ տարածքային խնդիր չի, մենակ հայրենիքի խնդիր չի, չէ, կա ժողովուրդ, հայ ժողովուրդ, ես նույնիսկ չեմ ուզում ասել Արցախայություն, ես չեմ սիրում, որտեղ այդտեղ էլ ինչ որ բաժանման sense Արցախում ապրող հայ ժողովուրդն է դա, որի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չի ժխտել եւ չի կարող ժխտել, այդ երբանից դա ժխտվեց։ Եվ դա շատ բարձ մարդկային հարց է։ Եթե այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ասում է ես այդ հարցից հրաժարվում եմ, բայց համամարտկային մակարդակում չես կարող դու այդ հարցից հրաժարվել, որտեղ այդտեղ անարդար պահանջ չի եղել, մարդիկ իրավունք ունեն չուզենալ ապրել եւ իրենք նաեւ 23 թվականին դա ցույց են տվել, չեն ուզում ապրեն այդ պետության մեջ։ Այսինքն այստեղ խնդիր կա։ Եվ մենք տարբեր հարցերի ենք գնում, բայց մի բան էլ ասեմ, էլի այս ավելացեմ ու վերջ։ Ինչ զարմացնում է միշտ հեշտությունը, ինչքան հեշտ է մեր մոտ ինչ որ մի հատ մեխանիզմ է դրված։ Մի վարքյան անց համարել որ վերջ ամեն ինչ անհնարին է։ Ինձ օրինակ նվիրել էին այդ մի հատ sense գիրք Արցախի ֆոտոալբոմ։ Այս քանի տարի սեղանից դրածը չեմ նայել, ջղայնանում եմ, որովհետև ես նայում տեսնում եմ, որ մենք անմիջապես
23 թվականի սեպտեմբերի այդ դեպքերից հետո մի ամիս առաջ Արցախը վերածեցինք Մուշ Սասունի։ Դարավ Մուշ Սասուն, հիմա բացում ենք Շուշի ռեստորան, չգիտեմ, երկեր եւ այլն։ Այդպես չի, Ադրբեջանը 26 տարի սպասել է իր պահին, չի հրաժարվել։ Ադրբեջանը հիմա չի հրաժարվում։ Արցախը ասում է, պետք է Հայաստան վերադառնան թուրքերը։ Հասկանում եք, ինքը այդ հարցից չի ասում, արևմտյան Ադրբեջանն է սա։ Իսկ մենք մի վարքյանից ասում ենք, ամեն ինչ անհնարին է, բրծավ։ Թույլ տվեք մի հատ վերադառնանք այն դիսկուս Վիլսոնյան Հայաստանի եւ ուրեմն իրական Հայաստանի։ Խնդիրը հետեւյալն է, որ դուք նշեցիք, որ իրական Հայաստանի իշխանությունների իրական Հայաստանը, այսպես կոչված, այսպես ասենք, որ չխառնենք ձեր իրական Հայաստանի հետ, իրենք փորձում են մեր լեգիտիմությունը հարցնել մեր վահանը ամեն ինչի, այսինքն դա ճանաչված սահմաններ են։ Հիմա Վիլսոնյան Հայաստանն էլ սրանց 100 տարի առաջ ճանաչված սահման էր Հայաստանի համար։ Եվ Հայաստանը միանշանակ իրավունք ունի այս երկու լեգիտիմությունների մեջ պայքարել, հասկանում եք, իր լեգիտիմությունը հասնելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ այս 27,000 չգիտեմ քանի քառակուսի կիլոմետրն է մեր հայրենիքը եւ որը որ պետությունն է։ Հիմա կան մարդիկ, որոնք համարում են, որ ոչ մեր հայրենիքը, ճանաչված հայրենիքը, լեգիտիմ հայրենիքը այն Վիլսոնի կողմից իրավավճռով եւ սահմաններով նշված հայրենիքն է, ինչպես նաեւ ազգերի լիգայի այն հանձնաժողովի ուրեմն զեկույցը արևելյան սահմանների մասին եւ համարում են, որ հայ ազգը պիտի այնպիսի դիմադրողականություն ունենա, որ կարողանա վերցնել այդ լեգիտիմ սահմանները։ Տեսեք, մենք չենք խոսում այդ լեգիտիմությունից դուրս գալու մասին, չնայած աշխարհը հիմա, ինչպես դուք ասացիք, հանգիստ դուրս է գալիս։ Հիմա ո՞րն է այս տարբերությունը, ինչու կարճել սրանից, եթե կարելի է կարճել նրանից, մեկ, եւ արդյոք այս երկուսը իրական Հայաստանի կոնցեպտ չէ։ Ես մի քիչ այստեղ այն որ ասում է, հիշում եք այն կինոյում Սաբաչեսերցը, որ ասում է երկուսի հետ էլ համաձայն չեմ, ասում եմ, որ կարդաց Պիսկո Էնգելսը Սկաուտսկի, ասում է համաձայն չեմ երկուսի հետ։ Ես այս լեգիտիմության շեշտի հետ այդքան էլ համաձայն չեմ ոչ այս կողմից, ոչ այն կողմից, ինչու, ոչ թե որ այս լեգիտիմությանը դեմ եմ։ Ես ասում եմ, այսօր առաջնային խնդիրը հայ ժողովրդի նորից վերածվել ուժային գործոնի։ Այսօր այդ է մեր խնդիրը։ Մենք այսօր ուժային գործոն չենք, այսինքն ուժին ուժով մենք հռչակել ենք, որ իզորու չենք պատասխանել, այդ փիլիսոփայությունն է ընդունվել, եւ այդ փիլիսոփայության, այդ տրամաբանության մեջ ի վերջո դու ցանկացած պահանջի ուժային պետք է ենթարկվես եւ ենթարկվում ես եւ դեռ կենթարկվես։ Հիմա երբ որ գա առաջնային այդ խնդիրը կներեք, ասենք սահմանների հարցը երբեք անփոփոխ սահմաններ հավերժ չեն լինում։ Սա էլ աբսուրդ։ Պատմության մեջ նման բան չկա։ Հիմա եթե հնարավորությունը լինի եւ ել եմ ասում Հայաստանի սահմանները հանրապետության այսպես թե այնպես անկենսունակ են։ Ես պրակտիկ եմ հիմա նույնիսկ մոտենում, ոչ թե որպես պատմաբան, ասում անկենսունակ սահմաններ են։ Դու չես կարա այս պետության անվտանգությունը ապահովել չափազանց թանկ է եւ կարող է նույնիսկ անհնարին այս սահմաններով։ Եվ բնականաբար բացի այդ քո պաշտպանությունը ենթադրում է, քանի որ էլի այդ նույն բանից ելնելը, որ դու ցանկացած ռազմական գործողություն եթե լինի, պետքա հնարավորության մեջ փորձես տեղափոխել թշնամու տարածք, որտեղ քո տարածքը շատ սահմանափակ ռազմավարական խորություն չունի եւ այլն։ Հիմա իմ համար այսպես է հարցը, երբ որ լինի հնարավորություն, երբ որ այս ուժային աշխարհում դու լինես ուժային գործոն, ուզում ես Վիլսոնյան, ուզում ես, չգիտեմ, այն մյուս բան, ես չեմ նայում։ Ի վերջո իմ համար իմ հայրենիքը ամբողջ հայկական լեռնաշխարհն է։ Ես չեմ նայում նույնիսկ ասենք Վիլսոնը ինչա գծել, չգիտեմ, այն մյուսը ինչա գծել, որտեվ էլի այդ հակադրությունն էլ կա, չէ՞, հայրենիք եւ պետություն։ Դա կեղծ հակադրություն է։ Ասում են, օ, պետությունը ու սենց ոնց որ այդ հայրենիքը ինչ որ տենց առանց պետության չկա, բայց այդպես չի, պետությունը հաճել է հայրենիքի վրա, եթե հայրենիք չլներ ի սկզբանե, այս պետության իմաստը չէր լինի, մենք կարող ենք, ասենք, միանալ Ֆրանսիային, Վրաստանին, չգիտեմ, Զիմբաբվեին, որովհետև ինչ տարբերություն, եթե հայրենիքը չկա, ինչ տարբերություն, ավելի ապահով պետություններ կան, կարելի օրինակ Ֆրանսիայի միանալ կամ Ամերիկային միանալ ու շատ ապահով ապրել, բայց եթե ստեղծել ենք Հայաստանի Հանրապետություն, ըստ ուրիշ ինչ-որ իմաստ կա, ինքնության իմաստ կա, եւ հայրենիքն է ի սկզբանե եղել։ Պետությունը բնականաբար ոչ թե չեմ թերագնահատում, այլ գերագնահատում, որտեղ առանց պետության, առանց անկախ պետության բարձր չի կարող այդ ինքնությունը գտնել։ Հիմա ուզում ասեմ, իմ համար
էլի այդ թղթե սահմանները ոչռորոշ չեն։ Ես ասում եմ, երբ որ հայ ժողովուրդը նորից վերագտնի իրան որպես ուժային գործոն, այդ սահմանները իրանք իրանցով ըստ հնարավորության կմեծանան, կլայնանան, ոնց որ եւ եղել է մեր սերունդն է դա տեսել ախր։ Մենք տեսել ենք, մենք 26 տարի վերահսկել ենք այդ տարածքները, հիմա որ ասում են, օ, միջազգային հանրությունը, մի հատ ինձ մեկը կպատմի միջազգային հանրությունը, ինչ է մեզ ասել, ով է մեզ ասել ձեր աչքի վերևը ունք կա։ Հա, ինչ որ բաներ խոսացել են, որևէ մեկը սանկցիաներ են մեր դեմ կիրառել, չգիտեմ, ռմբակոծել են, տնտեսական ինչ որ բան, ով է մեզ բան ասել, եւ ոնց որ պահել էին 26 տարի, 226 տարի էլ կպահենք, որովհետեւ այս բարձ բանը ոնց որ չեն ուզում մեր ժողովրդին ասել, որ այո, ի վերջո աշխարհը ուժային հարաբերությունները դրա մեջ իդե վատ բան էլ չկա։ Ուղղակի դա բնակ ոչ լավ է, ոչ վատ է, այդպես է, ոնց որ բողոքես ասած ինչա ձմեռը ձուն գալիս։ Դե ձմեռը ձուն է գալիս։ Միջազգային հարաբերություններ ուժային են։ Ուժայինի հիմքի վրա արդեն աճում է իրավականը։ Այնպես չստացվի ես իրավականը լրիվ շղթում եմ։ Բալանսի մեջ են իրենք։ Մի պահ գոնե այն 90-ականների սկզբին, երբ Արցախի, ուրեմն Արցախյան պատերազմը ավարտվեց, վերադատարով, մենք ունեինք բոլոր այդ առավելությունները։ Գոնե այն ժամանակվա մակարդակի համար։ Նախ այդ հրադադարից մենք չօգտվեցինք այդ հրադադարը դարձնելու դիվանագիտական ինչ-որ ձևով արձանագրություն։ Եվ երկրորդ, այն ժամանակ էլ դրանից հետո էլ ամբողջ այդ շրջանում, որ Արցախը մերն էր, ելի եմ տանում դեպի Վիլսոնյան Հայաստան, մեր պետական պաշտոնյաներից եւ ոչ մեկը ինչ-որ գաղափարախոսություն չսարքեց, որ այո, մենք ազատել ենք Արցախը, մենք կորցրել ենք հայրենիք նաեւ Արևմտյան Հայաստանում, միջազգային հանրությունը ի դեմս Վիլսոնի գծել է մեր այդ հայրենիքի սահմանները, կտրել, կրճատել է ինչ-որ 5 վիլայեթ վերցրել, չէ, որ բանանի, եւ մենք դրա տերն ենք։ Այս գաղափարախոսությունը երբևէ չի հնչել որևէ մի պետական պաշտոնյայի կողմից։ Տեսեք, հիմա այստեղ էլի մի քանի բազմաշերտ բան է։ Եթե մենք հիմա խորանանք, թե ինչու այդ հաղթանակը չամրագրվեց եւ այլն, սա ահռելի թեմա է։ Կարող է նաեւ լիքը դիսկուսիոն բան է, բայց որտեվ հաստատ ամեն մի փաստարկի ինչ որ մեկը հակափաստարկ կբերի, ես ասում եմ նայեք այսօր Ադրբեջանին, ինչ է անում Ադրբեջանը։ Ադրբեջանը չհասցրեց նույնիսկ ռազմի դաշտում հաղթանակ տանել, արդեն ամրագրեց հաղթանակը որպես տոն, այդ ամբողջ իր գաղափարախոսությունը ստեղծել է հիմա այդ հաղթանակի շուրջ է կառուցվում, այսինքն ամեն մի ելույթում Ալիևը շեշտում է, որ մենք մեծ ժողովուրդ ենք, ասում է 20-րդ դարում իր ձևակերպումներն եմ ասում, կարևոր չի դա որքանով ճիշտ է կամ սխալ է գաղափարախոսությունը, ասում է 20-րդ դարում ոչ ոք նման հաղթանակ չի տարել ոչ մի պետություն ոնց որ մենք հաղթող ժողովուրդ ենք, դա բնականաբար նշվում է ամեն ձևով, պարզ է նաև որ դա իր անձնական շահերից է բխում։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, հաղթանակը դարձավ գաղափարախոսություն նույն վայրկյանին, ինչ իրանք մտան Շուշի։ Մեր մոտ նույնիսկ հաղթանակի տոն չի նշվել, ես սա նոր չեմ ասում, վաղուց եմ ասում, նշում էին Շուշիի ազատագրման օրը, այն էլ թաքցրել էին այդ մայիսի 9-ին sense Տվերի տակ, կիսա ամաչելով, կարծես ամաչում էին, բայց Շուշիի ազատագրման օրը հաղթանակի օր չէ, դա 92 թվականին ընդամենը մի փուլ էր պատերազմի, որից հետո շատ ծանր փուլեր են եղել։ Մենք հաղթանակ ունեցանք, այդ արձանագրվեց այդ հաղթանակը։ Դե տեսեք, ռազմական իմաստով փաստացի ունեցել ենք, չէ՞։ Եթե Ադրբեջանը գնացել է զինադադարի, բնականաբար մենք հաղթել ենք, բայց քաղաքական իմաստով, թե ինչ պատճառներով, հիմա չխորանանք, որտեղ էլի ասում շատ երկար է։ Մենք դա չենք ամրագրել, ավելին, գաղափարական իմաստով, ես այն իմաստով եմ ձեզ համաձայն, որ հաղթանակի շուրջ չկառուցվեց գաղափարախոսություն։ Հակառակը, մեզ ասեցին մենք պատերազմ չենք հաղթել, ճակատամարտ ենք հաղթել, թե կարծես այդ ոնց այդ տարբեր, օրինակ հիմա Ադրբեջանը պատերազմ հաղթել, թե ճակատամարտ։ Մեկը կարող ինձ բացատրի, ասում են չէ, այ մենք պետք է կապիտուլյացիա ենթարկենք, մտնենք Բաքու, սուր, պատերազմների մեծ մասը տես չեն ավարտում։ Հիմա ադրբեջանցի Երևան են մտել, մեկն է թող ասի, թող Ալիևը հիմա դուրս գա ասի, ադրբեջանցի ժողովուրդ, մենք պատերազմ չենք հաղթել, ճակատամարտ ենք հաղթել, եկեք գնանք հայերի հետ կոմպրոմիսի ասենք։ Ինչի՞ չի ասում, այսինքն մեզ պատմել են բացարձակ կեղծ պատումներ, մենակ հիշել են, որ երբ որ ներքաղաքական պայքարի մեջ պետք է եղել, այդ ժամանակ բոլորը հիշել են մենք հաղթող ենք, ես եմ հաղթել, ես եմ ամեն մեկը իր վրա է վերցրել, մինչև հիմա էլ այդ են անում, բայց բուն ժողովուրդ ինչ են ասել, դու հաղթող ժողովուրդ ես, դա կարգավիճակ է փոխում։
Դա հոգեբանություն է փոխում։ Ինչ վերաբերում է այդ իրավական, էլի ես այստեղ այդքան էլ համաձայն չեմ, թող ոչ մի բան չհրճակեին, ոչ մի բան չասեին։ Փաստով մենք մեր հայրենիքի մի մասը ազատագրել էինք, կարճեինք նախ դրանից, պահեինք, որտեվ հիմա, երբ որ փաստով ստացվում է մեր բոլորիս է դա արդեն կարող է որ չի ես ինչ դիրքորոշում ունեմ դուք ինչ ունեք մյուս ինչ ունի մեր սերնդի վրա է գալիս չկարողացանք մենք պահել նույնիսկ այդ մի փոքր կտոր ազատագրված հողի ես օրինակ դրա համար եմ ամաչում ես ամաչում եմ որ ինչ պետք է պատմենք հաջորդ սերունդին հազիվ հայերը դարերի մեջ մի հատ հաղթանակ ունեցանք ու այտենց անտաղանդ ձևով դա կորցրեցինք մենք հիմա նույնիսկ այդ իրանց սիրած այդ 29000 քառակուսի կիլոմետրի Հայաստանը չենք վերահսկում մեկը չի ասում լավ այս խաղաղությունը այտենց բենզին են բերում այդ ջերմուկի դիրքերը ինչի հետ չի տալիս կարող է տա եթե այդքան բան է Այսինքն մենք նույնիսկ ջերմուկի դիրքեր այսօր չենք կարող ու խնդիրը այսօր երկրի ղեկավարը ասում է մենք դա երբեք զենքի ուժով հետ չենք վերցնի Ալիևն էլ ասում է ես վերցրել եմ բարձունքներ որպեսզի վերահսկեմ ու չեմ տալու Այդ է իմ ասածը որ եկեք մենք իրոք մի հատ հասկանանք մենք ոնց մեզ խաբեցին ու մինչև հիմա խաբում են ասում են որ պարտվել է այլ ընտրանք չուներ իբր այդ ինչի 92 թվի ամառվանից ավելի բարդ վիճակ էր չեմ կարծում Մանավանդ ժամանակ միջազգային հանրություն կոչվածը ողջունում էր Արցախյան շարժումը եւ համարում էր ժողով։ Միջազգային հանրության մի մասը մի ինչ որ փուլ այդ էլ արդեն բան է։ Լավ։ Թեման փոխենք, անցնենք պետության թեմային, դուք շատ եք ձեր հոդվածներում, հրապարակական ելույթներում շեշտում եք պետության կարևորությունը դերը բայց մի թեթև դուք դրան անդրադարձաք ես ուզում եմ ուղղակի ընդգծել դա եթե պետությունը իր հիմնական խնդիրը չի համարում մեր ինքնության մշակույթի մեծ բանով ինքնության պահպանում հիմա պետք է այդպիսի պետություն տեսեք պետությունը ի վերջո էլի որքան էլ մենք կարևոր ենք եկեք նախ հասկանանք պետությունը ի վերջո ձև է ֆորմա է որը պետք է լցվի բովանդակությամբ Ես շատ եմ կարևորում նույնիսկ այդ ֆորման, որտեղ այդ ֆորմայի դեպքում միայն դու լիարժեք կարող ես քո ինքնությունը դրսևորել, բայց դա ինքնին երաշխիք չի որ կդրսևորես։ Իհարկե բազմաթիվ պետություններ կան, որ ուղղակի ձևականություն են, չկայացած պետություններ կան եւ այլն։ Այսինքն մեր խնդիրը պետքա լինի նախ հասկանալ, այս էլ է փիլիսոփայական հարցը։ Եվս չկայացած։ Մենք տեսեք, չկայացած իմաստով fail state չի, բայց ինքը որպես հայկական պետություն բնականաբար լիարժեք չի եւ որպես անկախ պետություն լիարժեք չի։ Ես սա համարում եմ կիսանկախ հետսովետական Հայաստան, ոչ թե նույնիսկ անկախ Հայաստան։ Սա հետսովետական Հայաստան է։ Հիմա շատ երկար կարելի է խոսել թե ինչ է դա նշանակում, բայց ինքը լիարժեք անկախ չի եւ երբեք չի եղել 91 թվականից։ Այս նոր խնդիր չի։ Հիմա ուղղակի խնդիրը խորանում է։ Այսինքն մենք պետք է լցնենք պետությունը բովանդակությամբ։ Մենք պետք է նախ եւ առաջ էլի նորից գանք ու ասենք ինչի ենք մենք հրճակել Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ այսօր ասում են պետությունը նրա համար եւ էլի բարձր մակարդակով։ Որ ժողովուրդը բարգավաճի, չգիտեմ երջանիկ լինի, իհարկե շատ լավ որ բարգավաճի երջանիկ լինի, բայց ես հարց եմ տալիս, արդյոք հնարավոր չի երջանիկ լինել, բարգավաճել որպես Ֆրանսիայի Հանրապետություն, որպես Ռուսաստանի Հանրապետություն, որպես Թայիտի, չգիտեմ, թագավորություն, հնարավոր է, եթե մենք բացի հանրապետությունից որ այդ բոլոր բաների համար է բարգավաճում ժողովուրդ նաև ասում ենք Հայաստանի նշանակում մենք ի սկզբանե ասել ենք որ սա հենց հայկական ինքնության համար այլապես որևէ իմաստ չունի 200-ից ավել պետություն կա այս աշխարհում մենք չի եւս մեկը ավելացնել այստեղ մենք պետք է սկզբից այդ հարցը կոնցեպտուալ դնենք որպեսզի հասկանանք լավ իսկ ինչ պետք է անենք որ ինքը դառնա Հայաստանի Հանրապետություն ուրեմն այստեղ լուրջ բայց այստեղ արդեն լուրջ ծրագիր է այսինքն նախ եւ առաջ դու պետք է ինստիտուցիոնալ համապատասխանեցնես բոլոր քո համակարգերը ազգային պետական քո անկախության պահանջներին։ Հիմա մեր մոտ դրանց մի մասը զուտ իներցիոն սովետական է, դրան գումարել են արևմուտքից պատճենած sense ասած աղուբի բարեն ավելացրել, մի հատ էկլեկտիկ համակարգ է, որը բարձ չի։ Օրինակ նույն բանակը մենք կառուցել ենք սկզբում սովետական մոդելով, հիմա ասում են սովետականը լավը չի, եկեք գնանք ՆԱՏՕ-ն տեսնենք ինչ է անում։ Ֆինլանդիա գնանք տեսնենք ինչ են։ Ես շատ ուրախ եմ, իհարկե պետքա փորձը միջազգային վերցնել, բայց դու եթե չկառուցես քո պաշտպանություն ելնելով քո պայմաններից, քո աշխարհագրությունը, քո պատմությունը, քո հոգեբանությունը, քո ամեն ինչը, քո դեմոգրաֆիան, ուզում ես ՆԱՏՕ-ից վերցրու, ուզում ես այլ մոլորակայիններից վերցրու, չի աշխատի։ Հիմա այս օրինակը շատ եմ սիրում բերել։ Թուրքերը մտան Շուշի 20 թվին
ոչ մեծ տանկերով մտան, ոչ մեծ ավիացիայով, ոչ ընդհանրապես դիվիզիաներով, կորպուսներով մտան փոքր ուժերով, իրեգուլար պատերազմից փոխառած տակտիկայով։ Դա ինչ տակտիկա է։ Այն ինչ որ օրինակ մեր իմաստունները միշտ սիրում են հեգնել ֆիդայական պայքարը, դից են փոխառել։ Տարել են ռեգուլար բանակ։ Մենք դա ունեցել ենք այդ փորձը, ունեցել ենք, անտեսել ենք, որ մենք այն ժողովուրդն ենք, որ ավելի շատ թուրքերը մեզ հաղթել են այնպես, ինչպես հայերը պետք է հաղթեն կներեք թուրքերին։ Հասկանաք, լեռնային պատերազմի ձևերով մենք միշտ ասում ենք, դե մեր լեռները մեզ կպաշտպան, թուրքը եկավ մեր լեռներում, տիպիկ լեռնային պայմաններին բնորոշ օպերացիա իրականացրեց։ Սա նշանակում է, որ մենք ինչքան ինքներս մեզնից օտարված ենք, բայց մենակ պաշտպանության ոլորտում չէ, բոլոր ոլորտները վերցրեք, մի հատ տեսնենք, հասկանանք, դրանք հայկական անկախության հայկական պայմաններից են կառուցված, թե փոխառած են կամ ռուսներից կամ արևմուտքից։ Այդ լուրջ խնդիր, այսինքն սա ինստիտուցիոնալ խնդիր է։ Երբ որ մենք ասում ենք պետությունը պետք է պաշտպանի ինքնությունը, դա մենակ խոսքեր չեն։ Ինստիտուտները պետք է ոլորտ առ ոլորտ մտածված ձևով վերակառուցվեն։ Մենք շատ խնդիրներ ունենք, որոնց մասին չենք խոսում։ Օրինակ Երևանակենտրոնությունը, բնակչության տեղաբաշխումը Երևան, սա էլ է խնդիր։ Դու ամբողջ քո երկիրը կիսադատարկ է։ Մենք դեմոգրաֆիայի խնդիրը էլ չեմ ասում, բազմաթիվ խնդիրներ, որոնք անտեսում ենք, բայց անկախությունը հենց այդ խնդիրները տեսնել ու լուծելն է։ Մենք օրինակ խնդիր չենք դնում, որտեղ պետք է կրթվի հայկական էլիտա, ով պետք է մեր երկիրը առաջնորդի։ Հիմա պատահականության սկզբունքով բողոքում ենք, ասում ենք, չեք հասկանում, ինչ են անընդհատ պատահական մարդիկ հայտում։ Բայց այդ էլիտաները կրթվում են, չէ՞։ Կան համակարգեր, էլի, սիրում ենք փոխառել։ Շատ լավ։ Անգլիայի օրինակը, մինչև հիմա, եթե նայեք օրինակ Անգլիայի վարչապետների ցուցակը, նախարարների ցուցակը, դրանք մի քանի սահմանափակ դպրոցներից են դուրս գալիս։ Հասկանում եք, դու պետք է ստեղծես այդ համակարգը, այդ մարդից օդից չեն իջնելու։ Առաջնորդման համակարգերը եւ այլն, այս բոլորը հիմա չխոնանամ ամեն մի ոլորտում դու մինչև սպորտ պետք են այդ բարեփոխումները։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք փորձենք հասկանալ, թե ինչքանն են այդ ամենից պատկերացնում մեր իշխանությունները եւ արդյոք իրենք ունեն ինչ-որ գաղափարախոսություն լսելու, սովորելու հնարավորություն։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը պատմաբան եւ գաղափարախոս Հրանտ Տեր Աբրամյանի հետ եւ այս բաժնում պարոն Տեր Աբրամյան, ես կուզենայի մենք խոսեինք մեր իշխանություններից, իշխանությունների գաղափարաբանությունից, այսպես ասենք, եւ փորձենք հասկանալ, թե եթե այդ գաղափարախոսությունը իրականում կա, մատուցված է հոդվածների, գրքերի, իշխիրեմ աշխատությունների ձևով, ինչու Հայաստանի իշխանությունները այսպիսի արմատական սխալներ են անում, որոնք են այդ արմատական սխալները, ձեր կարծիքով ամենակարևորները եւ ինչ է պետք անել, որպեսզի իրավիճակը Ճիշտ ասած, արմատական սխալները սկսվում են 2018 թվականից, ուղղակի չեմ ուզում հիմա այդքան խորանալ, բայց երկու բառով զուգի շատակեմ, որովհետեւ այն ժամանակվա ես քանի որ այն ժամանակ եմ դա արտահայտել, որովհետեւ գալ 2018 թվականին Հայաստանում իշխանություն ձևավորել են հեղափոխական ձևով մտքում ունենալով 2016 թվի, որտեղ պատերազմը իրական 16 թվին սկսեց եւ չհասկանալ, կամ գուցե հասկացել են, ես մինչև հիմա չեմ կարողանում դա ինքս բանալ, չհասկանալ, որ երկիրը գնում է դեպի պատերազմ եւ ինչքան որ ժամանակ է մնացել, պետք է բոլոր ջանքերը ուղղել դրան այդ ընթացքին 2 տարի ըստեյության կորավ, այսինքն եթե դու գնում ես դեպի պատերազմ, դու ունես երկու ընտրություն, նախ դու պետք է որոշես, դու գնում ես պատերազմ, թե դու ամեն դեպքում ուզում ես դրանից խուսափել, ընդ որում հաշվի առնելով, որ խուսափել մենակ քո ձեռը չի, այսինքն դու կարող ես շատ ուզենաս խուսափել, բայց այն դիմացինը բան չի։ Եթե դու գնում ես, ուրեմն, եթե դու հաշվի ես առնում, որ նույնիսկ եթե դու փորձել ես խուսափել պատերազմը լինելու, ես վստահ եմ, որ դա է լինելու, ես չեմ հավատում այդ պատերազմից պետք է խուսափել այդ հեքիաթին չեմ հավատում։ Բայց մարդիկ կան, որ հավատում են, հարց չկա։ Դու պետք է մի քանի կարևոր բան ունես։ Նախ եւ առաջ ներսում դու պետք է ստեղծես վերահսկողություն, կենտրոնացնես իշխանությունը, պատերազմ հնարավոր չի գնալ բարդակ երկրով։ Դու պետք է հնարավորինս պատրաստես քո պաշտպանության տակտիկան, ստրատեգիան։ Դու չպետք է մտածես, որ այդ պատերազմում գեներալները մասնագետներ են կգան կասեն, ես ինչ որ բան չէ, պատերազմը քաղաքական երևույթ է եւ քաղաքական առաջնորդում է ենթադրում։ Դու պետք է կարդայիր այդ պատերազմի քաղաքական քարտեզը, ով ում հետ ինչ է անում, որպեսզի քաղաքական մակարդակում որոշումներ կայացներ։ Հիմա ես քանի որ օրինակները իմ խոսքում շատ եմ բերել, չեմ ուզում հիմա մեր ժամանակը չարաշահեմ, սա ընդհանուրն եմ ասում, լավ, անցավ գնաց 2018-ից հեսա։ Եղավ էս ամեն ինչը։ Հիմա մինչև հիմա 20 թվականի նոյեմբերի 9-ից մինչև հիմա թիվ 1 խնդիրը հետևելն է, հայ ժողովուրդը կորցրել է իր ուժային գործոնի ստատուսը։ Մեզ ինչքան էր գան գլուխ շոյեն ասեն, հա, ապրեք, բան չգիտեմ, ես կանենք, հա, մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք։ Այդպես է լինում պարտված ժողովուրդների հետ, իրենց պարտությունը ընդունած ժողովուրդների հետ։ Սա օրինաչափություն է։ Հիմա թիվ 1 խնդիրը դա վերականգնելն է, որպեսզի դու կարողանաս խաղալ ինչ որ ձև, որտեղ դու այս միջազգային իրավիճակում մինիմալ քո բան, ես ոչ չեմ ասում Հայաստանը դառնա իմպերիա։ Մինիմալ բաները կարողանալ բայց իրականում այդ պարտությունը չի եղել, չէ։ Պարտությունը ընդունել են իրանք։ Չէ, ընդունել են, բայց իրականում մենք ռազմի դաշտում որպես երկիր պարտություն կրում ենք, կորցրել ենք տարածքը։ Ես ասեմ, հաստատ այն չի, ինչ որ իրենք ներկայացնում են, ընդ որում նաև մենակ իրանք չեն դիմությունն էլ, որ ասում են կապիտուլյացիա, չգիտեմ բան, այդ ես ցավը տանեմ, կապիտուլյացիա եմ ասում, բա 94 թվականին չէի ասում Ադրբեջանը կապիտուլյացիա։ Բանը մի բանը չէր, հա, բայց նույնիսկ այդ է ԽԼՄ-ի կոմթված։
Այո, ռազմի դաշտում էլ մենք մեծ հաշվով այդ պարտությունը չենք կրել եւ դիմադրելու լիքը հնարավորություններ ունենք։ Սա մասին էլ շատ եմ խոսել, չեմ ուզում ասենք կրկնեմ ուղղակի, որովհետեւ դա պետք է հիմնավորում երկար կլինի, էլի։ Դե մեր լսարանը ձեր համար Ես հասկանում եմ, դե ուղղակի դա շատ երկար կարող է տևի, որ հիմնավորեմ։ Դրա համար ես խնդրում եմ ըստ հնարավորության, եթե մենք ուզում ենք հիմնավորումներ թող նայի, էլի։ Դա մոտ 30-40 րոպե կարող է տվել լուրջ թեմա։ Հիմա լավ, ինչին եկանք, իրանց ուրեմն սխալները։ Իրենք ինչ են ընտրում, իրենք ընտրեցին նվազագույն դիմադրության հեշտ ճանապարհը։ Իմ կարծիքով, երբ որ մենք ասում ենք գաղափարախոսություն, իմ կարծիքով իրականում գաղափարախոսության որևէ գրող չեն իրենք, չնայած նրան ինչ որ հիմա ասում են։ Որովհետև նայեք ինչ հեշտությամբ իրենք 180 աստիճան կարողանում են դա փոխել։ Նույն իշխանությունը չէր, որ ասում էր Արցախ Հայաստանի է, որ չիմասում է սխալվել եմ։ Եղբայր կարող է շատ հարցերում սխալվել, հարց չկա, բայց եթե դու պետության ղեկավար ես, կան հարցեր, որոնցում եթե դու սխալվել ես, դու քաղաքական պատասխանատվություն առնվազն պետք է կրես, դա ինչ որ երկրորդական հարց չի, դա կարևորագույն հարցն է, չի կարելի ամեն ինչում ասել, դե ես սխալվեցի, հիմա որտեղ է երաշիկը, որ 10 տարի հետո չի ասի, դե այսօր էլ ստեղ սխալվեցի, կներեք ինձ, այդպես հնարավոր չի երկիր առաջնորդել։ Այդ գաղափարախոսությունը էկլեկտիկ է, դա իրենք չեն ստեղծել։ Իրենք մի քանի աղբյուրից են վերցրել, մեկը արդեն նշեցի, մի քիչ հեշեի գաղափարախոսությունից, հիմա ճիշտ է իրար այդ չունեն, որտեվ այդ տենց ասած ուրիշ պատճառներ կան, հա, բայց միևնույն է, այդտեղից է վերցված մի մասը 90-ականների այդ գաղափարախոսություններից, մի քիչ Վանոյից, մի քիչ Լևոնից, sense ընդ որում դա էլ մինչև վերջ չհասկանալով թե այնտեղ ով ինչ էր իրականում ուզում։ Մի քիչ էլ տարօրինակ մի աղբյուր կա, որը ես կասկածում էի, բայց հետո հաստատվեց, նեոբոլշևիկները 20-ական 30-ական թվերի ըստ էության այս նույն գաղափարախոսությունը ունեին, Հայաստանին դա էր պարտադրված, այդ իրական Հայաստանի մոռանանք այդ բոլոր բաները, հայկական ազատագրական պայքարը սխալ էր, ընդհանրապես հայկական ազատագրական պայքարներ մեղավոր է տարածաշրջանի կոնֆլիկտներում, եկեք բոլոր հարևանների հետ լավ ապրենք, առևտուր անենք, ոնց էր սովետում, չէ, ասում էին հայկական նացիոնալիզմը ռեակցիոն էր, բայց թուրքականը պրոգրեսիվ էր, այսինքն բանով։ Եվ այդ աղբյուրն էլ կա մի հետաքրքիր, այսպես ասած, անձնավորություն Վարդան Ազատյանը, որը միշտ այդ գաղափարախոսության կրողն եղել եւ հիմա որքան գիտեմ խորհրդական է, հանրային խորհրդի անդամ է եւ նա էլ այդ կողմից է մատակարարում, բայց այդտեղ էլ մակերեսային ցենց վերցնում են։ Ամենակարևորը այստեղ իսկ Ազատյանի գաղափարներից ի՞նչն են վերցնում հատկապես։ Դե Ազատյանը սիրում այդ ինքը լուրջ գիտնական, բայց ասենք տենց անլուրջ կերպար չի, ինքը ուսումնասիրել է ընդհանրապես շատ լավ տիրապետում է այդ շրջանին, այդ շրջանի բոլշևիկներին, Աշոտ Հովհաննիսյան, չգիտեմ Մյասնիկյան եւ այլն, ինքը համակրանք ունի այդ գաղափարների նկատմամբ, ինքը համարում է ճիշտը բառից բնորոշելով կոմունիստ չի, բայց համարում է, որ դա է, ասենց ասած ճիշտ ուղին, եւ նույնիսկ տենց ինչ որ փաստաթղթեր էին հրապարակել, անունը չեմ հիշում, անունը իրա չի երևում, ես ուղղակի տենց ոնց գիտեմ, որ այդտեղից կա ազդեցություն, բայց ամենակարևորը այս ամենը գաղափարական մոտիվներով չի, որովհետեւ իրենք հասկացել են, որ իրենց իշխանությունը պահելու լավագույն ձևը սա է, այսինքն այս հարմարվելն է, եթե իրենք փորձեն դիմադրել, դա բնականաբար ավելի վտանգ է, եթե իրենք փորձեն ուժային գործոնի երկիրը վերածել։ Դա հեշտ ճանապարհ չի։ Իրենք վերցել են այս նվազագույն դիմադրությունը, որտեղ դա է ապահովում իրենց իշխանությունը եւ հիշեք, օրինակ 2020-ից մինչեւ 22 իրենք լրիվ ռուսական դաշտում էին։ Հիմա իրենք հակառակ դաշտում են փորձում խաղալ։ Ես վստահ եմ պետք է լինի նորից այնտեղ կգնան, եթե ժամանակը գա, այսինքն այստեղ սկզբունքներ չկա, էկլեկտիկա եւ մի բան էլ ասեմ, նայեք, տեսեք Մարդը, որը ամենաանհավանական վիճակում, օրինակ 21 թվին կարողացել է ընտրություններ հաղթել, չէ՞։ Անհավանական էր, դա անհավանական էր, ով կհավատար։ Ինչի, որտեվ երբ որ իրան պետք է, ինքը ամենաանհավանական հաղթանակները կարող է տանել, երբ որ իրանն է։ Բայց երկրի համար ինքը դա չարեց։ Ես դա չեմ կարողանում նաև ներելու մարզել։ Երկրի համար ինքը այդ էներգիան չդրեց, ինքը տեսավ, որ կոպիտ ասած գործերը լավ չեն, ասես լավ չէ, ուրեմն չենք դիմադրում, վերջացավ։ Իսկ իր համար ինքը տարավ ամենաանհավանական հաղթանակը եւ դեռ շարունակում է ինքը այդ քաղաքական դաշտում հաղթանակը։ Կասկածում եք այդ հաղթանակի այսպես լեգիտիմության վրա։ Այսինքն լեգիտիմություն չէ, դժոխք ընտրել է, ինչ պետք է բանկը, ինչ պայմաններում մենք բոլորս գիտենք ինչի է ընտրել։ Այսինքն դուք իր ուրեմն նախընտրական թեզերն եք ասում, նախընտրական։ Չէ, դե մենք գիտենք ինչ է ժողովուրդը 21 թվին իրեն ընտրել, որովհետեւ կար այնպիսի ընդդիմություն,
Ու դա ես չգիտեմ, արդեն ես չեմ կարող ասել դա այտենց ասած հատուկ սարկած Չէ, բայց եթե դուք ասում եք ինքը այդպես աշխատել է, ուրեմն իր աշխատանքը նրանում է կայացել, որ այդ անդիմությունն է ձևավորել իր համար։ Մեծ հաշվով այստեղ ավելի շատ իր հաղթանակը իմ կարծիքով պայմանավորված է եղել այ անդիմության գործոնով, քան իր։ Համաձայն եմ ձեզ հետ, բայց դա իրարացն է արդյոք։ Մասամբ, որովհետև պետք է կարողանաս ամեն մեկը չէր կարողանա այդ իրավիճակում հաղթել նույնիսկ այդ անդիմության պարագայում, որտեվ ինքը այո, դե չեք հիշում այդ քարոզչական իր բաները, որ դուրս եկեց հիմա ու ինչա մնաց այդ քարոզչական թեզը, ոչ մի հետաքրքիր հարց էլ տամ ձեզ, տեսեք, աշխարհում իհարկե այդպես է, բայց կան նաև դա սահմանափակող ինչ որ օրենքներ, գուցե բարոյական դաշտում։ Երբ մարդ ունի նախընտրական ծրագիր կամ էս քաղաքական կամ այն քաղաքական ուժը այդ նախընտրական ծրագիրը ունի եւ ինքը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում իրականացնել իր ծրագիրը, սովորաբար աշխարհում այստեղ հետևում է բանը։ Պատասխանատվություն իհարկե։ Հա։ Հիմա մեզ մոտ դա չի աշխատում բարոյական դաշտում։ Գուցե պետք է ինչ-որ ձևով փորձել օրենսդրական դաշտի մեջ մտցնել այդպիսի խնդիր, որ եթե որևէ քաղաքական ուժ իր նպատակների հետևից չի ընկնում, հակառակը փոխում է այդ նպատակները ընթացքում, ապա նա զրկվի լեգիտիմությունից կամ դատական կարգով հրաժարական տա կամ զրկվի հետագա գոնե հաջորդ ընտրություններին մասնակցելու քաղաքական հնարավորություններ։ Այստեղ երկակի խնդիր ունենք, նախ ծրագրերի հետ խնդիր ունենք սկզբում, հետո արդեն պատասխանատվություն է։ Ծրագրերը Հայաստանում ինչպես են ցավոք սրտի կազմում քաղաքական, ոչ ոք դրանց մեջ չի խորանում։ Պատճենում են կամ ինչ որ ընդհանուր մտքերի ժողովածու են սարքում, կենացներ են դնում զարգանք տնտեսությանը, չգիտեմ, զարգացնենք մեր մշակույթը, ոչ ոք դրանք չի կարծում։ Հենց Արցախի մասը։ Դա ոչ ոք, քանի որ այդ ծրագրերի նման վերաբերմունք կա, գրում են sense ասած լավ բաներ։ Ասենք Արցախի լավ լինի, ոնց են իրանք 21 թվին գրել են, չէ՞։ Ադրուտը Շուշին հետ բերենք։ Որպես կենաց, դա որտեղ տենց են Հայաստանում, ցավոք սրտի, դա մեր մշակույթը։ Հիմա մենք օրինակ փորձում ենք քաղաքական կուսակցություն ձևավորել, ծրագիր ենք գրում, բոլորը ասում են՝ «Ուրա ձեր ծրագիրը», որտեղ կարծում են, որ դա պետք է տենց հապճեպանես։ Բայց մենք աշխատում ենք, որպեսզի ամեն բառի համար հնարավորինս պատասխանատու լինենք։ Կարողա չկարողանանք այդ աստիճաններ, բայց գոնե փորձում ենք։ Այսինքն մեր ձևակերպումը մտածված պետք է լինի, բայց Հայաստանում այդպես չի։ Այդ մշակույթը դեռ նոր պետք է ձևավորվի։ Մյուսը պատասխանատվությունն է։ Ես մի հատ օրինակ հիշեցի, իմ համար շատ կարևոր մի հատ բանավեճ էր, իմ շատ լավ ընկերոջ հետ։ Այս ֆուտբոլի հարցով, տեսեք, ֆուտբոլի ֆեդերացիայի հարցով։ Երբ որ հավաքականը արդեն անվերջ սպարտություններն ա կրում, տեսնում ենք, որ ռազմավարություն են ընդունել 5 տարվա, ասում նայ, բացի այս ռազմավարությունը, տես 5 տարին անցել է։ Կետերի մեծ մասը չի իրականացել, այս մարդը պետք է հրաժարական տա, ասում է դու չես հասկանում, այդ մարդը եթե հրաժարական տա, իր տեղ ավելի վատը կարող է գա, դու չգիտես ինչքան դժվար է աշխատել, մարդ ճալուսում ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ես էլ կյանքի փորձում եմ, ես գիտեմ, որ դու կարող ես մեծ նպատակներ դնել, դրանց 20%-ը իրականացնել։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատ դժվար է ճարել աշխատող մարդկանց։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատ հաճախ, այսպես ասած, տնօրենը իր վրա պետք է վերցնի գործեր, որոնք ինքը չպետք է անի։ Ես սա հասկանում եմ։ Բայց եթե մենք, ես հասկանում եմ, որ իրանից բեթարը կարող է գա իրանից հետո, բայց եթե մենք հանում ենք պատասխանատվության ինստիտուտը, ամեն ինչ փլվում է, որտեղ ցանկացած մարդ իր տեղում պետական նկատի պատասխանատվություն վերցած, ոչ թե մասնով, կարող է անվերջ անմահ մնա, որտեղ ասի դե ինձնից վատը կգա։ Այն ժամանակ էլ որ ընտրությունները կեղծում էին, որ չեն կեղծում, ասում են կեղծում ենք, լավ ենք անում։ Ասում են դե պատկերացրեք, ասենք հիմա գնաց, ասենք, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանը կամ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կգա, այս ինչը պատերազմ կլինի, վատ կլինի, եւ կարող ճիշտ էլ ասում էին։ Բայց դրանով իրանք արդարացնում էին անպատասխանատվությունը, դու ինչ անես, եւ սկսած այդ մակարդակից մինչեւ ամենաբարձր մակարդակ, եթե լավ մեզ ինչ որ մեկը պատմեր, ես անդադ ուզում եմ դա հիշեմ ու բոլորին հիշացնեմ։ Պատկերացրեք 2000 որևէ մի թվականին 2020 թվականից առաջ մեկը ասեր լինելու է Հայաստանի ղեկավար, որը մտնելու է պատերազմի մեջ, կորցնելու է Արցախը եւ մնալու է Հայաստանի ղեկավար։ Մի գրամ կհավատայիք, մի գրամ նոնսենս է։ Ոչ ոք դրան չէր հավատա, ոչ մեկս, բայց եղավ դա։ Եվ սա ծնեց անպատասխանատվության մի հատ այնպիսի մակարդակ, որը մենք չենք տեսել, այստեղից ամեն ինչ սկսվում, որ
այդ անպատասխանատվության մտնորդը, երբ որ իրանք դա մարսեցին, մարդ են, չէ, իրանք չէին պատկերացնում, չէ, որ դա գնալու է մարսել։ Իրանք մտածում, իրանք վերջացած են նոյեմբերի 9-ին, 10-ին, իրանք վիճակը պանիկա էր, խաոս, սարսափ։ Բայց իրանք տեսան, որ դա մարսվեց։ Ու երբ որ իրանք դա տեսան մարսվեց, բայց եթե դա մարսվել է, ուրեմն ամեն ինչ էլ մարսելի է, չէ։ Դրանց ավել չկա ոչինչ բան, որ Հայաստանում կարելի է պատկերացնել, որ մարդը կարող է մարսի կան գործիչը։ Եվ սա մարդիկ թերագնահատում են, ինչքան լրջագույն խնդիր է ընդհանրապես երկրի համար։ Որովհետև սա օրինակ է, որ դու կարող ես նման բան անել, նման քո առաջնորդման տակ, եւ հետո ախմբախր բան է, մենք զարմանում ենք մեկ sense ասած լկտիության աստիճանից, բայց դրանից հետո մարդիկ ասում են, մենք հիմա խաղաղության կողմնակից ենք, մենք հասկացել ենք բան, հələ մի րոպե, այդ ինչից հետո եք հասկացել, կարծես դուք տենց նստել եք, տանը մտածել եք, եկել եք, չէ, ծեծ եք կերելու հասկացել եք, տենց է ստացվում, չէ, գնացել եք պատերազմ, պարտվել եք, ձեզ ծեծել են, դուք էլ հիմա ասում եք, այ, ինչ լավ է ինձ ծեծեցիր, այ հիմա ես հասկացա, ասիկը սա ինչ հոգեբանություն է։ Եվ ոնց կարելի է նման հոգեբանությամբ երկիր ղեկավարել, բայց սա օքսրտի փաստ է դա։ Իսկ ես լուծումները դե ասում եք օրենսդրական դաշտում ով պիտի դա ընդունի, որովե իշխող ուժ ինքն իր դեմ կընդունի արդյոք նման բան։ Ես տեսնում եմ մի ելք, որը մարդկանց թվում է շատ բարդ, մարդիկ ասում են դա անհնար է, չեն հավատում, ես մի բան գիտեմ։ Եթե դու ուզում ես ինչ-որ խնդիր լուծել պետության մեջ, պետք է լինի կազմակերպված, երկարատև, տքնաջան, սիստեմատիկ պայքար եւ աշխատանք։ Դրա համար պետք են քաղաքական կազմակերպություններ, որոնք չեն դնում նպատակ մի ընտրական ցիկլի։ Սնկի պես աճում են ընտրություններից առաջ, հետո նույն ձևի կորում են։ Այդ մշակույթով չես կարա շատ բան փոխես եւ պատասխանատվության կանչես։ Երկարատև նպատակներ պետք է դնես եւ կազմակերպված նշանակում է, որ կապ չունի նախընտրականա, հետընտրականա, ինչականը դու պետք է ամենուր աշխատես քաղաքականությունը ամենուր աշխատանքի պետք է վերածվի, ոչ թե կներեք հարցազրույց տրջիկ տալը, հիմա հարցազրույց եմ տալիս, բայց մարդիկ կան, ասենք ամբողջ օրը հարցազրույց են տալիս։ Ես զարմանում եմ այդ քաղաքական գործիչները երբ են զբաղվում իրենց կազմակերպությունների զարգացմամբ, չգիտեմ, լիքը գործ կա, չէ։ Այդ է ելքը, միակ դա երկարատև ելք է, դա արագ լուծում չի խոստանում։ Ես ուրիշ չեմ տեսնում, չեմ էլ ուզում ուրիշ ինչ որ բանի մեջ մտնել, որտեղ ես իմ կյանքի փորձը ունեմ, ես տեսել եմ ինչ որ չափով մտածեմ եղել քաղաքական process-ների մեջ ներսից, տեսել եմ, հասկացել եմ, հիասթափվել եմ շատ բաներից, ես մենակ մի այդ ճանապարհը գիտեմ, ով ուրիշ ճանապարհ գիտի, թող ուրիշ ձևով լուծի։ Եվ վերջում Եվ կներեք գաղափարական, անպայման գաղափարական պլյուս կազմակերպական։ Շատ լավ, վերջին հարցը երևի ես հարցազրույցի, ինչ կանխատեսումներ ունեք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Գիտեք, ես կանխատեսումներ չէի անի, որովհետև նախ, մենք կարող ենք հիմա այս պահի դրությամբ մոտավորապես պատկերացնել, բայց քանի որ մենք փորձը մեզ ցույց է տալիս, գոնե պետք է ցույց տա, որ մենք շատ անկանխատեսելի ժամանակաշրջանում ենք ընդհանրապես ապրում։ Հայաստանի ներսից չի ի վերջո միայն կախված, եթե մենք միշտ իհարկե արտաքին գործոններ նշանակություն են, բայց հատկապես այս 2000 վերջի 10 տարվա մեջ, ասենք ասենք, արտաքին անկանխատեսելի զարգացումների ազդեցությունը շատ ուժեղ է։ Հիմա նաև ենթադրենք 2026-ն էլ անցավ, էլի մոտավորապես իրանց ուզած կոնֆիգուրացիա մի հատ ստեղծեցին, իշխանություն, մի հատ էլ կողքից ընդդիմություն, ասենց ասած ռուսամետ, որը իրականում ոչ մի խորքային հարցով էլ հակադրված չեն իրար, մեկը ասում է արժանապատիվ խաղաղություն, մյուսը ենթադրենք են Չէ, նա ասում էր խաղաղության դարաշրջան, սրանք ասում են արժանապատիվ խաղաղություն, հիմա էլի մի 2-3 հատ տեսակ կա, իրատեսական խաղաղություն է մեկը ասում են, մյուսը չեմ հիշում, ես մի անգամ հաշվել եմ, 4-5 հատ տեսակ կա։ Այդտենց ինչ որ մենք կգնանք ավելի լավ կբանակցենք Նիկոլից, այս է հարցը։ Ոչ ոք չի ասում, եկեք հենց տեսնենք իրական հակադրությունը Նիկոլին, որն է ասում, եթե ասում է օրինակ ընդունում են այս սովետական Հայաստանի սահմանները որպես լեգիտիմ, թե չէ, այս հարցերին պետք է պատասխանի, եթե դու հակադրվում ես։ Արցախի հարցում ինչ դիրքորոշում ունես, բացի Արցախահայերի անվտանգ վերադարձ եւ այդ հասկացանք սկզբունքային ինչ դիրքորոշում ունես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մնում է ուժի մեջ, թե չէ։ Անկախ նայես դու դա այսօր կարաս իրականացնես, վաղը կարաս իրականացնես, երբ բայց սկզբունքը մնում է ուժի մեջ, թե չէ։ Հրաժարվում են Ղարաբաղյան շարժումից, թե չէ։ Այս հարցերին պետք է պատասխանեն։ Բայց դա բարձր չեն պատասխանի, կշարունակեն այդ բանը։ Ենթադրենք դա անցավ որով մորով անց, բայց
Ես չեմ տեսնում, որ երկարատևի մեջ հնարավոր լինի այս համակարգը կայուն մնա, որտեղ միջազգային իրավիճակը լրիվ ուրիշ է։ Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում, այսինքն հիմա ամենօրյա ռեժիմով, ասենք տարվա մեջ, չգիտեմ, մի ամիս Սիրիայով ենք զբաղված, մի ամիս Իրանով, այն մյուս ամիս, այն մյուս երկու, անընդհատ այդ process-ը մենք չենք կարող խուսափենք, մենք վերջապես պիտի խելքի կանք հասկանանք, որ ինչի մեջ ենք ապրում։ Դրան գումարած Ադրբեջանի քաղաքականությունը գերիշխանություն հաստատելու Հայաստանի նկատմամբ ոչ միտեղ չի կորել, իրենք դա բաց տեքստով են չէ գնում, ասենք, այս հարցը կլուծենք, հիմա թուրքերի վերադարձ, հետո ռեպարացիաների հարց, հետո այս կոմպենսացիա եւ այլն։ Եվ չի կարող այս վիճակը անվերջ երկար տևել։ Սա միֆ է, որ մենք այս Ալեկոծ օվկիանոսում կկառուցենք մի հատ մեր նավակը sense, չգիտեմ, միտեղ կպահկվենք, իրականությունից կպահկվենք, կփախնենք, կապրենք։ 27 թվին հավանաբար 27 թվին կա հանրակրվեի խնդիրը սահմանադրության։ Շատ կարևոր ճշմարտության պահ լինելու։ Այդտեղ արդեն չի լինելու 16 միլիոն հատ կուսակցություն, լինելու այո կամ ոչ։ Այս այո կամ ոչը շատ բան կարող է փոխել։ Եթե հայ ժողովուրդը ասեց ոչ, նշանակում է ինքը չի հաշտվում այս իրավիճակի հետ։ Եթե ասեց այո, դա էլ աշխարհի վերջը չի, կշարունակենք մեր պայքարը։ Բայց ել եմ ասում, եւ արտաքին եւ ներքին բազմաթիվ դեռ բաներ կան, 26 թվով կյանքը չի ավարտվում։ Ես որպես նաեւ էսել ասեմ, որպես քաղաքական միավորի, ասենք, ասես նախաձեռնողներից մեկը, ես չեմ պատկերացնում, չեմ ուզում սահմանափակել մենակ հորիզոնս 26 թվով։ Պետք է մի քիչ ավելի երկար ու լայն տեսնել։ Եվ այդ լայն ու երկարի մեջ միևնույն է Հայաստանի պետք է ոչ թե դաժե նույնիսկ մեկ քաղաքական ուժ, քաղաքական դաշտ 2-3 ուժ, որոնք ռեալ պատրաստ են պատասխանատվություն վերցնել իրանց վրա ճգնաժամի ժամանակ։ Իսկ դա պետք է կառուցել ինքն իրանով չի լինի։ Շնորհակալություն պարոն Տեր-Աբրամյան, հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հրանտ Տեր-Աբրամյանը, մարտական եղբայրության անդամ, պատմաբան եւ գաղափարախոս։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։